Եթե տեղեկացված ես, ուրեմն զինված ես, զինված ես, ուրեմն պաշտպանված ես։ Այս սկզբունքը գործում է գրեթե բոլոր ասպարեզներում, բացառություն չէ նաև սեռական կյանքը։ Հաճախ չիմացությունը, ապա տեղեկատվությունը, սեռական հիգիենայի կանոնների խախտումը ամուսնական կյանքը դարձնում է շատ տհաճ, ձանձրալի ու խնդիրներով լի։ Երկար ժամանակ խնդիր ունեի, գնացի պոլիկլինիկա, կանխորոշեցին կանդիդոզ։ Մի կուրս բուժում ստացա, բայց ոչ մի օգուտ։ Դրանից հետո մի քանի տեղ կրկին ստուգումների գնացի եւ կրկին նոր անալիզներ էին ուզում, որ ըստ այդմ որոշեին։ Ու այդպես արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ խնդիրը շարունակվում է եւ ոչ մի օգուտ չունեմ բուժումից, անընդհատ անալիզներ ու ոչ մի արդյունք։ Կանդիդոզը որպես այդպիսին սնկային հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են հիմնականում սեռական օրգանները եւ իհարկե ձեր դեպքում, ինչպես ես հասկացա, խնդիրը նոր չէ եւ վաղուց է, պետք է իհարկե այս դեպքում փորձենք բարձել պատճառը։ Իսկ պատճառները տարբեր են, քանի որ կանդիդոզը բազմապատճառային հիվանդություն է։ Այն կարող է առաջանալ ստրեսի հետևանքով, տեղային իմունիտետի նվազման հետևանքով, ինչու՞ չէ նաև սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների ժամանակ կարող է նկատվել կանդիդոզ, որոշ դեպքերում հակաբիոտիկների անկանոն ընդունման ժամանակ, ինչը հաճախ մենք նկատում ենք, քանի որ շատ դեպքերում մենք բժիշկներս ականատես ենք լինում, որ մարդիկ ունենալով խնդիրներ առանց բժշկի հետ խորհրդակցելու ընդունում են հակաբիոտիկներ կարճաժամկետ, ինչը նույնպես կարող է առաջացնել կանդիդոզ։ Փորձենք հասկանալ ձեր խնդիրը, թե ինչից է այն առաջացել, եւ դրա հետ մեկտեղ իհարկե ձեզ օգտակար լինել։ Դեղերը մեկ շաբաթ օգտագործելուց հետո, երբ այն ընտատեցի, կրկին ամեն ինչ կրկնվեց։ Ինչպես արտահայտվեց դա։ Եվ ինչպես կրկնվեց խնդիրը, ամբողջությամբ սկսեց արտահայտվել, թե մասնակիորեն։ Սկզբնական շրջանում միայն քոր, հետո այրոց, իսկ ավելի ուշ նույնիսկ վատ հոտ։ Խնդիրները, որոնք ի հայտ եկան, բնականաբար երևի ձեզ դրդել են, որ դուք նորից ստուգվեք կամ էլ կրկնեք բուժումը։ Ինձ հետաքրքիր է, դուք ամուսնացած եք կամ զուգընկեր ունեք, հատկապես նա ստուգվել է, քանի որ դուք նշում եք, որ պարբերաբար ստուգվում եք, անալիզներ եք հանձնում, բուժվում եք, բայց խնդիրը կրկնվում է։ Իսկ ձեր զուգընկերը։ Ամուսինս չէ, նա ընդհանրապես դեղեր չի օգտագործում եւ նույնիսկ գլխացավի դեղ չի խմում։ Նրան շատ դժվար է համոզել, որ բժշկի գնա։ Մենք բախվեցինք մի կետի, որին շատ հաճախ իհարկե բախվում ենք չիմացության պատճառով եւ ստեղծում խնդիրներ։ Բանն այն է, որ թե սնկային, թե ինֆեկցիոն հիվանդությունները հաճախ այս տարբերակով շրջանառվում են եւ իրավիճակը ավելի է բարդանում, քանի որ զույգը չի բուժվում։ Բանն այն է, որ նման դեպքերում անպայման բուժումը պետք է լինի զույգային եւ ոչ միայն բուժումը։ Ամբողջական ախտորոշումը, բոլոր անալիզները, ամբողջ ստուգումները պետք է կատարվեն զույգով, այսինքն պետք է ստուգվի զույգը։ Բանն այն է, որ ձեր դեպքում միայն դուք եք անցել համապատասխան հետազոտություններ, ստուգվել, իսկ ձեր ամուսինը ոչ։ Բնականաբար բուժվելուց հետո, երբ որ արդեն զույգը սկսում է սեռական հարաբերություններ ունենալ, խնդիրը փոխանցվում է եւ ժամանակի ընթացքում կրկնվելու հավանականություն ունի։ Նախ եւ առաջ ձեզ բուժող բժիշկը պետք է ձեզ զգուշացներ, որ բուժման ընթացքում անպայման ստուգվի նաեւ ձեր ամուսինը, սա պարտադիր պայման է։ Երկրորդը, անպայման միասին ստուգվելուց հետո պետք է համադրել երկուսի անալիզների արդյունքները, որից հետո կատարել համատեղ բուժում, վերջում բուժվելուց հետո անցնել կրկնակի հետազոտություններ, որպեսզի վրիպում չլինի եւ նոր միայն որոշել տվյալ դեպքում իհարկե շարունակությունը ինչպեսին կլինի, թույլ տալ, որ զույգը ունենա հարաբերություններ, թե շարունակել, որպեսզի խնդիրը ամբողջական լուծվի։ Սնկային հիվանդությունը իհարկե շատ դեպքերում ուղեկցվում է
սեռավարակներով, որոնք մնում են ստվերում, քանի որ ախտորոշման ժամանակ սեռավարակները շատ դեպքերում չեն ստուգվում, ինչը բարդացնում է խնդիրը եւ մնում է դարձյալ զուգընկերներից որևէ մեկի մոտ, իսկ հետագայում իհարկե փոխանցվում։ Հետևաբար նման խնդիրներից խուսափելու համար անպայման պետք է ստուգվել միասին, ընդ որում ոչ միայն կանդիդոզի առումով, այլ նաև սեռավարակների։ Համոզված եմ, շատերը կունենան այն խնդիրը, ինչը մենք այսօր քննարկում ենք, եւ ձեր օրինակը շատերին իհարկե կստիպի, որպեսզի վերանայեն իրենց թերի մոտեցումները եւ ժամանակին դիմեն ստուգվելու, ընդ որում ոչ թե միանձնյա, այլ անպայման երկուսով, ինչն էլ ես ձեզ խորհուրդ եմ տալիս։ Իհարկե բժիշկը ինձ ասել է, որ ամուսնուս հետ գնամ, բայց ամուսինս ասում է, որ իր մոտ ոչ մի խնդիր չկա։ Բժիշկ, իսկ հնարավոր է, որ խնդիրը միայն ինձ մոտ լինի։ Խնդիր չունենալը ոչ մի ձևով չի նշանակում, որ ինքը որևէ խնդիր չունի։ Շատ դեպքերում կլինիկական դրսևորումների բացակայությունը մարդիկ վերագրում են, որ իրենք առողջ են, բայց նույն կանդիդոզը եւ նույն սեռավարակները շատ դեպքերում կլինիկորեն չեն արտահայտվում, առավել եւս տղամարդու մոտ, քանի որ նրա դիմադրողական համակարգը համեմատաբար ավելի ուժեղ է, եւ տղամարդը պնդում է, որ ինքը առողջ է, սակայն դա թվացial առողջ վիճակ է, քանի որ վերջնական պարզելու համար թե ինքը առողջ է թե ոչ, պետք է անցնել համապատասխան սեքսոլոգիական հետազոտություններ, որից հետո միայն բժիշկը կարող է տալ համապատասխան գնահատական անձի առողջության մասին։ Հետևաբար փորձեք նրան բացատրել, որ դա ընդհանրապես իրեն թվում է, որովհետև ինքը հիմնվում է իր սուբյեկտիվ զգացողությունների վրա, չնկատելով որոշ գանգատներ եւ բնականաբար պնդում է, որ ինքը առողջ է։ Միասին այցելեք բժշկի, միասին անցեք համապատասխան հետազոտություններ եւ իհարկե միասին էլ ծանոթացեք արդյունքներին, որից հետո բժշկի հետ խորհրդակցելուց հետո պարզ կդառնա, թե ում մոտ ինչ խնդիր կա։ Որպես կանոն, եթե զուգընկերներից մեկի մոտ լինում է որևէ խնդիր, ապա մյուս զուգընկերոջ մոտ նույնպես լինում է այդ խնդիրը։ Պարզապես պետք է իհարկե գրագետ ախտորոշում կատարել, որից հետո իհարկե անցնել բուժման։ Եղավ, շնորհակալություն։ Խնդրեմ, եղեք առողջ եւ երջանիկ։